Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրով։ Տիկին Կարապետյան, մեր զրույցը սկսենք հայ առաքելական եկեղեցու եւ անձամբ վեհափար Հայրապետի դեմ քաղաքական իշխանության սկսած այս ամոթալի արշավից եւ ինչպես տեսնում ենք, վերջիներս մտադիր չեն հետքայլ կատարել ու դադարեցնել այն։ Ձեր գնահատմամբ ինչի է փորձում հասնել Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով եւ արշավի շարժառիթներն առավելապես ներքին են, թե արտաքին, թե երկուսը միասին։ Շատ հետաքրքիր եւ ամենակարևոր հարցն է այսօր։ Տեսեք, ես գտնում եմ, որ կա երկու հիմնական սյուն, որի վրա հիմնված է Նիկոլ Փաշինյանի այս արշավը։ Առաջինը իր խառնվածքն է, որ ինքը միանձնյա կառավարիչի բոլոր հակումներն ունի եւ ինչպես ցույց է տվել դաժան փորձը, երբ ինչ-որ մի կառույց իրեն չի ենթարկվում, նա ամեն ինչ անում է, որպեսզի ենթարկեցնի իրեն։ Մենք ունենք տխրահռչակ օրինակներ, սահմանադրական դատարանի օրինակով, դատարանների շրջափակման օրինակով, ազգային ժողովը հիշում եք նա շրջափակեց հասավ, այսինքն իրեն թվում է, որ նա կարող է նույն ճանապարհով, ինչ որ հրոսակախումբ հավաքելով, գնալ գրավել վեհարանը եւ ենթարկեցնել իրեն։ Ցավոք Նիկոլ Փաշինյանի մեթոդները որևէ կերպով երկրի ղեկավարին հարիր չեն։ Նա իրեն պահում է այն ցածրորակ ընդդիմադիրի կեցվածքով, ինչպիսին եղել է ազգային ժողովի աշխատած տարիներին, նա իր ընդդիմադիր կեցվածքը միշտ եղել է պոպուլիստական, ինչ-որ բարձրախոս, բարձրաձայն, բայց տակը որևէ բան չի եղել։ Պատասխանատվությունից խուսափող մշտապես խառնակչային, մանիպուլատիվ, հիմա նա փորձում է վերադառնալ իր սիրելի տարերք։ Երկրորդը եւ ամենակարևորը, այո, արտաքին միջամտություն է, այդ մասին է վկայում իր իսկ կողմից այսօրվա կատարած գրառումը, որտեղ նա փորձում էր հավատացնել, որ որևէ արտաքին ուժեր չկան, նշելով հենց թուրք-ադրբեջանական ուժերը, դա պարզ հոգեբանական հնարք է, երբ որ դու մի բանում փորձում ես համոզեցնել, որ այդպես չէ, ուրեմն այդպես է։ Ցավոք, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ Նիկոլ Փաշինյանի արշավը այսօր չէ, որ սկսվել է, ամեն ինչ սկսվեց ՀՄԵԿ-ի եթերից կաթողիկոսի ուղերձները հանելուց, ամանորյա այդ վերջին րոպեներին, երբ մենք կաթողիկոսի ուղերձը լսում էինք բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցներից, բայց ՀՄԵԿ-ը չէր հեռարձակում կամ հեռարձակում էր ինչ-որ անհասկանալի ժամերի։ Երկրորդ ամենաամոթալի քայլը այն էր, որ կաթողիկոսին անցած տարի չթողեցին բարձրանալ Սարդարապատ խիստ խախտելով արարողակարգը եւ բնականաբար երրորդը այն էր, որ կաթողիկոսը գտնվելով վեհ եւ գտնվելով խիստ քաղաքակիրթ եկեղեցու քաղաքականության այդ զսպվածությունը եւ ներողամտությունը հաշվի առնելով հրավիրեց վարչապետին մայր տաճարի վերահսկման արարողությանը, բնականաբար Նիկոլ Փաշինյանը չհասկացավ քայլի վեհությունը եւ պատկերացրեց այդտեղ թուլություն, հասկացավ, որ այդտեղ կարող է անել քայլեր, բայց եկեք վերադառնանք արդեն մեծ օրակարգ։ Ինչու սկսվեց հիմա, որովհետև հայ առաքելական եկեղեցին մնացել է այն միակ կառույցը, որը բարձրաձայնում է մեր խախտված իրավունքների մասին միջազգային ատյաններում։ Խոսքը Արցախի մասին է, վեհափարի հայտնի ելույթը։ Խոսքը Արցախի մասին է, Ադրբեջանի կողմից կատարված հրոսակային այդ գործողությունների մասին է, ցեղասպանական գործողությունների մասին է, մեր եկեղեցիների ավերածության մասին է։ Բացարձակ պատահական չէ, որ Փաշազադեի ելույթից ընդամենը օրեր անց Փաշինյանը վերցրեց էստաֆետան եւ շարունակեց այսպես այդ ցածրորակ գրոհը, շատ ցածրորակ։ Ես էլի եմ կրկնում, իրեն հատուկ չէ բովանդակությունը, ինքը միշտ ձևի հետևից է ընկնում, իսկ իր ձևը շատ մանր է եւ կեղտոտ։ Դիմել վեհափար Հայրապետին աշխարհիկ անուն ազգանունով, երբ նա այսօր, ինչպես տեսնում ենք, հանդիսանում է մեր ազգի միակ ընտրված առաջնորդը, որովհետև իհարկե մենք երազեինք, որ աշխարհիկ առաջնորդն էլ ընտրված լիներ։ Ցավոք սրտի, եւ տանել այդ ինչ որ կուսակրոնության գծի վրա այն դեպքում, երբ այդքան խոցելի է ինքը եւ իր շրջապատը, դա հավատացեք ընդամենը ձևի հետևից ընկնելու իր թուրքական
կուրատորների կողմից ստացված հանձնարարությունը կատարելն է, ուրիշ ոչինչ։ Մենք ադրբեջանական հետքի մասին խոսեցինք, տեսնում ենք, որ հայ առաքելական եկեղեցուն Բաքվից են թիրախավորում, շատ հաճախ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները նույն բառապաշարը, հռետորաբանությունը եւ շեշտադրումներն են կիրառում, երբեմն Բաքվի թիրախավորումները շատ ավելի մեղմ են լինում, քան դա լինում է Հայաստանից։ Ըստ ձեզ ինչի մասին է այս իրողությունը վկայում եւ մեր հանրությունը սրանից ինչ հետեւություններ պետք է անի դիրքորոշումները հստակեցնելիս։ Գուցե ես հիմա խոսամ առաջին հայացքից առասպելական թվացող ինչ-որ իրադարձությունների մասին, բայց մեզ շատ ռեալ սպասում է պետականազրկում եւ մենք կարող է ինչ-որ մի պահ լինի արդեն չունենանք ոչ թե սուբյեկտայնություն, այլ պետություն էլ չունենանք։ Իսկ ինչպես ցույց է տալիս մեր բազմադարյա պատմությունը, այն ժամանակաշրջանում, երբ մենք չենք ունեցել պետություն, մենք ունեցել ենք եկեղեցի եւ պահել ենք մեր ինքնությունը։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է այն կառույցը, որի շուրջ մենք շարունակել ենք մնալ հայ։ Հավատքը ունեցել է իր մեծ տեղը, բայց նաև շատ մեծ դեր է խաղացել մշակույթի պահպանման, լեզվի պահպանման եւ ինքնության պահպանման հարցում։ Տեսեք, Ադրբեջանի եւ Թուրքիայի կոկորդին մեծ փուշ է հայկական սփյուռքը։ Հայկական սփյուռքը չի ձուլվում արդեն 100 տարուց ավել է երկրներում, որտեղ ապրում է, շնորհիվ եկեղեցու, շնորհիվ եկեղեցական դպրոցների միջոցառումների, այսինքն այն օջախներն են, որի շուրջ հավաքվում են հայերը։ Եվ բնականաբար շատ հեշտ կլինի Նիկոլ Փաշինյանի միջոցով վերացնել հայկական պետությունը, բայց շատ դժվար կլինի վերացնել ինքնությունը։ Դրա համար պետք է ուժեղ հարված հասցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ինչը եւ անում են։ Բայց այստեղ մի շատ ծիծաղելի նյուանս կա, որ ոչ Ադրբեջանում, ոչ էլ առավել եւս Նիկոլ Փաշինյանը չեն պատկերացնում, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա վեհափար հայրապետի անձը չէ, իր անցած կյանքն ու ուղին չեն, անգամ Էջմիածնի մայր տաճարը չէ։ Ավելի ծանր հարվածներ են տեսել պատմության ընթացքում։ Բնականաբար մենք ունեցել ենք սպանված կաթողիկոսներ, մենք ունեցել ենք արյունալի իրադարձություններ եկեղեցիների ներսում, բայց այն ինչ կա մեր ներսում, մեր հոգու ներսում, ոչ Փաշինյանը, ոչ Փաշազադեն, ոչ առավել եւս Էրդողանը երևի թե չկարողանան հարվածեն կամ վերացնել։ Օրինակ ասում են, որ իշխանությունը եկեղեցուն իրեն մրցակից է տեսնում, նաև հենց այս իրողությամբ են պայմանավորում արշավը, քանի որ տարբեր հարցումներով եկեղեցին հանրության շրջանում ամենամեծ, այսպես մինչև 80%-ի հասնող վստահություն է վայելում։ Դուք այս շարժառիթը տեսնում եք թիրախավորումներում։ Բնականաբար ես հենց սկզբից այդ մասին խոսեցի, որ այդ խանդը իր ավտորիտար խառնվածքը բնավորության շատ մեծ դեր է խաղում, չէ՞ որ մենք այդ անհասկանալի աղանդավորական արշավը, որ հիմա տեղի է ունենում, շատ հիշեցնում է աղանդավորականի, ես պնդումներ չեմ անում, այդ կրթվելը նորաձև է խայտառակությունը, որը ինչպես վերջերս պարզվեց բյուջեի հաշվին է արվում, բոլորիս վճարած հարկերից։ Իմ եւ ձեր հաշվին մարդիկ գնում են եւ խոսում են ինչ-որ տեքստեր, որոնք անհասկանալի են երևի թե շատերի համար, նրանք փորձում են մրցակցության մեջ մտնել եւ տեսնում են, որ պարտվում են, տեսնում են, որ հնարավոր չէ 6, 7, 17, 27 տարվա ընթացքում ստեղծել այն, ինչ դարերի պատմություն ունի։ Բնականաբար նրանք չեն ուզելու ունենալ ուժեղ մրցակից։ Գիտեք, ես մի առիթով արդեն ասել եմ, ուզում եմ նաեւ կրկնել, անցած տարի Սրբազան շարժումը, երբ որ սկսվեց եւ երբ հոգեվորականները առաջնորդում էին շարժումը, ահավոր պանիկա էր տիրում իշխանությունների ներսում, որովհետեւ եթե եկեղեցին իր ողջ թափով միանար Բագրատ Սրբազանին, մենք չէինք գա հասնի նրան, ինչին այսօր եկանք հասանք։ Եկեղեցին միշտ եղել է Նիկոլ Փաշինյանի մղձավանջը։ Այս համատեքստում նաև հայ առաքելական եկեղեցու դիրքորոշմանը եւ արձագանքին անդրադառնանք։ Շատերի պնդմամբ եկեղեցին պետք է ավելի կոշտ քայլերի դիմի, օրինակ ձեր նշած տարբերակը հենց առաջարկում են, անգամ համազգային նոր պայքար նախաձեռնի։ Շատ սակայն նաև կարծիքներ կան, որ եկեղեցին ու անձամբ վեհապարը պետք է իրենց բարձրության վրա մնան եւ այս արձագանքը բավարար է, որը նրանք ցուցաբերել են։ Անձամբ ձեզ համար որքանով է բավարար այս արձագանքը, որը եկեղեցին ցուցաբերեց եւ օրինակ ինչ կարող է անել, որը այս պահին չի անում։ Մենք բոլորս ձեզ հետ միասին անցել ենք դժվար 4 տարի պայքարի 5-րդ տարին է լրանում, ինչ մենք կորցրեցինք
Արցախը, ինչ մենք պարտվեցինք եւ բնական ցասումով դուրս եկանք գոնե Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ բանակցողին փոխելու, եթե ոչ վերադարձնելու մեր հեղինակությունը դիրքը։ Բնականաբար ես էլ եմ պատկանում այն մարդկանց շարքին, ովքեր սպասում են ավելի կոշտ եւ ավելի այսրոպեական քայլեր, մոռանալով, որ մեր դիմաց կրոնական կառույց է, մեծ պատմություն ունեցող եւ ավելի փափուկ քաղաքականություն ունեցող կառույց է, սակայն եկեք վերադառնանք հենց նույն պատմությանը եւ տեսնենք, որ բախտորոշ ժամանակաշրջաններում, երբ մենք կանգնած ենք եղել պետության եւ ինքնության կործանման խնդրի առջեւ, եկեղեցին հնչեցրել է պայքարի ղողանջը։ Ես խնդրում եմ, սպասում եմ, ակնկալում եմ, որ եկեղեցին հիմա եւս օգտագործելով մնացած բոլոր գործիքակազմերը եւ տեսնելով, որ դիմացը իրոք մարդիկ են, ովքեր որևէ կերպ չեն ցանկանում պահպանել հայկականությունը, կհնչեցնի այդ համազգային պայքարի։ Բնականաբար մենք պետք է հասկանանք, որ այս խաչմերուկը ոչ թե Նիկոլ Փաշինյանին ինչ որ մեզ ավելի հաճելի կամ դուրեկան մարդով փոխելն է Քավլիցի, ոչ ոք այսօր գիտակից մարդ հոժար կամքով չի գնա այդ աթոռին դեպի, աթոռ, որը ծանրագույն աշխատանքով փորձելու է հետ բերել երբեմնի մեր ունեցածը։ Խոսքս հեղինակության մասին է եւ դրանից բխող արդեն ավելի գործուն քայլերի։ Խնդիրը մեր կյանքը, մեր ապագան ապահովելն է։ Եվ այստեղ շատ է խոսվում նաև այս պայքարի շրջանակներում աղանդավորական շարժումներին Նիկոլ Փաշինյանին միանալ չմիանալու կամ Նիկոլ Փաշինյանի կողմից հովանավորվել չհովանավորվելու մասին։ Նաև նշվում է, որ հենց այս շրջանակների ձայները ստանալու նպատակով է փորձում այս եկեղեցուն թիրախավորել կառավարության ղեկավարը։ Գուցե նաև, չի բացառվում, գուցե նաև, որովհետև աղանդավորները Հայաստանում ցավոք քիչ թիվ չեն կազմում եւ նրանք եւս կարող են ինչ որ դեր խաղալ, բայց ինչքանով որ ես եմ տեսնում, նրանք եւս չեն հապաղում լցվել այս կրոնական կռվին։ Տեսեք, համաշխարհային պատմության մեջ ամենահնչեղ, ամենահիշվող եւ ամենատարածված արշավանքները եղել են կրոնական արշավանքները։ Միշտ ամենամեծ բախումները եղել են կրոնի համար, որովհետեւ մարդը իր կրոնը ավելի եռանդով է պաշտպանում, դա իր տունն է, դա իր ընտանիքն է։ Նիկոլ Փաշինյանը կանգնել է շատ դժվար ճանապարհի եւ շատ վտանգավոր ճանապարհին եւ կարծես հետ կանգնելու մտադրություն էլ չունի, որովհետեւ ամեն օրը նա սկսում է իր ընտրողներին համոզելով, որ առաջինը նա հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետնորդ է, երկրորդը ինչ որ սաղմոսներ գրելով արտասանելով եւ երրորդը հավատացնելով, որ փորձում է վերադարձնել եկեղեցին ժողովրդին, պաշտպանել եկեղեցին մի իշխանություն, որի օրոք քանի եկեղեցի է հանձնվել թշնամուն։ Գիտեք ինչն է ծիծաղելի, ժողովուրդը եկեղեցին չի կորցրել, որ վերադարձնեն։ Թող նա նեղություն քաշի հեծանիվային արշավանքներից զատ կիրակի օրերը այցելի եկեղեցիներ, ճիշտ է ես չգիտեմ քանիսը նա կկարողանա մտնել, բայց թող այցելի եւ տեսնի այդ ժողովրդի հավաքները, հավատները, աղոթները, եկեղեցին մենք չենք կորցրել, պետք չէ վերադարձնել, այ մերն է։ Ոտքին Կարապետյան, խոսենք նաև ներքաղաքական զարգացումների մասին։ Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, այն անգամ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջև լարվածություն է առաջացրել։ Անձամբ ինչ դիրքորոշում ունեք այս գործընթացի նկատմամբ եւ որքանով եք այն իրատեսական համարում մի խորհրդարանում, որտեղ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը բացարձակ մեծամասնություն ունի։ Տեսեք, առաջի հայացքից կարծես թե թվում է, թե անիրատեսական օրակարգ է եւ Նիկոլ Փաշինյանի պատգամավորներից եւ ոչ մեկը չեն միանա, չեն քվեարկի անվստահություն հայտնելու համար։ Սակայն քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Ցավոք 18 թվին մենք տեսանք բացի պայմանավորվածություններից եւ այդ ժողովրդի ճշմարտ ներքո հանրապետական կուսակցության դժվար, շատ դժվար որոշումից, որ կապահովեն ձայները, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, մենք տեսանք նաեւ մարդիկ, ովքեր համարվում էին
նախագահ Սերժ Սարգսյանի զինակիցները, մտերիմները, ինչու ոչ նաև ընկերները, բայց ովքեր առանց որևէ պայմանավորվածության մեծ խանդավառությամբ կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին։ Երբեք որևէ մեկը չէր կարող հաշվարկել, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Ասածս ինչ է, քաղաքացիական պայմանագիրն էլ այնպես չէ, որ սուրբ կառույց է եւ այնտեղ բոլորը հավատարմության երթում են տվել։ Ներողություն եմ խնդրում, դուք 18 թվի օրինակն եք բերում, ես 20 թվականի օրինակը բերեմ, 44 օրյա աղետալի պարտությունից հետո 88 հոգանոց խմբակցությունից միայն 5-ը դուրս եկան այդ իմ քայլը խմբակցությունից եւ այսպես ասած Փաշինյանի հենարանը անսասան մնաց։ Հիմա ինչը պետք է ստիպի նրանց, որ աջակցեն անվստահությանը։ Դուք շատ լավ օրինակ բերեցիք, որտեվ եղան նաև մարդիկ, ովքեր հայտարարեցին, որ դուրս են գալիս, 2 օր հետո հետ ողորմյայով հետ գնացին։ Մեկ-երկուսն էլ այդպես Լուսինե Բադալյանն էր եւ շատ սակավաթիվ այնպես չխարխրվեց էլի հենարանը ամեն դեպքում։ Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պահում է այդ մարդկանց քաղաքական պատանդի իրավիճակում, այսինքն նա ինչ որ շանտաժով, գուցե բարի, գուցե չար, ասածս կամ գումարային կամ ինչ որ կոմպրոմատների լեզվով խոսալով պահում է պատանդի կարգավիճակում։ Տեսեք, եթե նրանք զգան, որ process-ը ռեալ է, ցանկացած պատանդ երազում է ազատության մասին։ Նրանք էլ են ուզելու ազատվեն, բայց եկեք անկեղծ լինենք, անվստահություն հայտնելու գործընթացին պետք է պարտադիր ուղեկցվի փողոցային ճնշումները, պետք է լինի բացահայտ տեսարան, որ Նիկոլ Փաշինյանի անվստահությանը եւ նրա կառավարության վերջին ձգտում է մեր ժողովուրդը։ Դա ոչ թե 1-2 խմբակցության նախաձեռնություն է, ովքեր պարզապես ազգային ժողովի հերթական նախագիծն են բերել, քվեարկվելու է կողմ կամ դեմ, այլ դա համաժողովրդական պահանջ է։ Ես գտնում եմ, որ process-ը պետք է սկսել, որպեսզի այն ձնագնդի սկզբունքով արդեն ավելանա, սա ամենասկիզբն է։ Գտնում եք այդ դեպքում 18 կամ 20 քպական կգտնվի, ով կաջակցի այս ընդդիմության վարչապետի տեխնացուին։ Ամեն ինչ հնարավոր է, կարող է 2-ն էլ չգտնվեն, կարող են 30-ը գտնվեն։ Պետք է սկսել process-ը, որպեսզի հասկանալ ինչ լինել։ Ինձ համար երեք շատ ամոթալի տեսարան էր տեղի ունենում, երբ 2 խմբակցություն, ովքեր առանձին եւ միասին ամեն օր պնդում են, որ խնդիրը օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այդ ստորագրությունների արշավն էին սկսել։ Ես հիմա չեմ ուզի խոսել այդ մասին, սակայն լինելով ազգային ժողովի падգամավոր նախկինում, ես գիտեմ, որ եթե նախաձեռնվում է օրենքի որևէ նախագիծ, որտեղ պետք է լինեն ստորագրություններ, պետք է լինի ձևաթուղթ եւ ձևաթղթի վրա արված ստորագրություններ։ Ես հիմա չեմ ուզում այդ մասին խոսեմ, բայց ես ուզում եմ հավատալ, որ նույն Հայաստան դաշինքից իմ ընկերները, հարգված մարդիկ, ում հետ մենք պայքարի մեջ ենք եղել երկար տարիներ, հավատարիմ են իրենց խոստմանը, այսինքն նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այլ ոչ թե ինչ որ խոսակցությունների մեջ մտնելը, թե մենք կտանք ստորագրություն, չենք տա ստորագրություն, հեսա ձեր ստորագրությունները կամ ինչ որ իրոք չեմ ուզում մտնեմ այդ դաշտ։ Խնդիրը շատ ավելի տխուր է։ Նրանք տվել են այդ ստորագրությունները, թե չեն տվել, այնպես ստացվեց, որ նախաձեռնությունը արվեց պատիվ ունեմ խմբակցության կողմից։ Տեխնացուն առաջադրվեց պատիվ ունեմի կողմից։ Եկեք հիշենք, որ այն բանից հետո, երբ համարյա 1 ամիս կար հնարավորություն, որ Հայաստան դաշինքը առաջադրեր տեխնացու։ Իրենք ասում են իրատեսական չեն համարում ԿՊԱ-ական մեծամասնությամբ խորհրդարանում իմպիչմենտի հասնելը, շատ լավ, բայց նաև պատիվ ունեմի տեխնացուին աջակցություն հայտնեցին։ Հիմա տեսեք, այստեղ ոչ թե աջակցության հարցն է, այլ պայքարի հարցն է։ Այդ երբ Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձավ միայն ստորագրություն տալ։ Տեսեք, եթե խնդիրը ԿՊ-ից ձայներ, ստորագրություններ կորզելն է, օգտագործեմ այդ բառը, հա, որտեվ դժվար process է լինելու, ոչ թե Հայաստան դաշինքը պետք է իր ստորագրությունները մեծահոգաբար դնի եւ կողքից նայի, ինչպես է պատիվ ունեմը փորձում բանակցել կամ ինչ որ հանդիպումներ անել ԿՊ-ի հետ, միասին է պետք անել։ Եթե պայքարը միասնական չէ, այո, այն դատապարտված է, որովհետեւ այս 4 տարիների ընթացքում մենք տեսանք, որ ոչ մի քաղաքական ուժ առանձին ի վիճակի չէ անել իշխանափոխություն։ Գյումրին դա շատ լավ ցույց տվեց։
Գյումրիի մասին ես մի քիչ վերապահում ունեմ, այո, Գյումրիում իբարս ընդդիմադիր ուժերի ստացվեց այն, ինչ առաջին հայացքից թվում էր անիրատեսական։ Ես այնտեղ էի, ես տեսել եմ այդ աղաղակող ապօրինությունները, որոնց դիմեց Նիկոլ Փաշինյանը իր տեղի դրածոների դեմքերով, բայց ես այստեղ տեսնում եմ Գյումրիում նաև մի շատ վատ միտում։ Նիկոլ Փաշինյանը Գյումրիով եւ Փարաքարով ցույց տվեց, որ եկեք ինձ հետ ընտրությունների, ես նաև պարտվում եմ։ Այսինքն շատ հնարավոր է, պետք չէ փողոց, պետք չէ իմպիչմենտ։ Ընդդիմության գլխի տակ փափուկ բարձ է դնում, այսպես ասած։ Բնականաբար դա չի բացառվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ ավելի հեշտ եւ հմուտ կարող է դիմել ընտրական կեղծիքներին, քան բռնի ուժով փողոց ցրելուն։ Օրինակ հակառակ տեսակետն էլ է հնչում, որ հիմա նույն փողոցային պայքարի կոչանողներին մեղադրում են, որ եթե հիմա էլ պայքարը լինի եւ Աստված մի արած այն անհաջողությամբ ավարտվի, ապա դա ընտրություններից ընդառաջ էլ ավելի կամրապնդի Փաշինյանի դիրքերը, մարդկանց շրջանում հուսահատություն կառաջացնի ու հեշտությամբ Փաշինյանը կկարողանա արդեն 26-ին վերընտրվել։ Այս մասով ինչ կասեք։ Այդ մասով կասեմ, որ դա Նիկոլ Փաշինյանի տարածած մանիպուլյացիան է, որը արդեն 4 տարի է մեզ ուղեկցում է։ Այո, բնականաբար 4 շարժումները, որոնց մենք հավասարաչափ ձեզ հետ միասին մասնակցել ենք, չեն բսակվել են հաջողությամբ, ինչին մենք գնացել ու հավատացել ենք։ Ու այո, մենք ունենք այդ բարոյական իրավունքը հուսահատվելու, հուսալքվելու եւ պատկերացնելու, որ փողոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության։ Այսօր իդեպ մի տարին է լրանում, ինչ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ նա կարող է նաեւ սեփական ժողովրդի վրա նռնակներ նետել, արգելված նռնակներ եւ 30-ից ավել քանակով, եւ ես ելի եմ կրկնում, միայն Աստծո նախախնամություններ եւ շարժումը առաջնորդող հոգեվորականի այդ աղոթքներն էին, որ արյունահեղությամբ դա չավարտվեց։ Բայց տեսեք, մինչև Սրբազան շարժումը, մինչև Տավուշը հանուն հայրենիքի շարժումը քայլելով դուրս եկավ Կիրանցից, հիշեք, փետրվար ամսին, մարտ ամսին, հունվար ամսին տոտալ հիասթափություն էր, ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է մարդ դուրս գալ փողոց, հակառակը ասում էին, պնդում էին իմ շրջապատում եւս, որ էլ մենք փողոց դուրս չենք գա, մենք անգամ այդ էին ասում, ասում էին տրենաժորնի զալի կամ ինչ-որ այդ քայլ արշավների ֆիգուրան գեղեցկացնելու խնդիրներ չունենք։ Սիթի տուրերի մասնակցելու։ Սիթի տուրերը իրենց հաշվին, ինչ-որ կատակներ էին անում, այսօրվա տուրը որ կողմ է գնում։ Տեսեք, ասածս այն է, որ այնուամենայնիվ եղավ Սրբազան շարժումը, եղավ բազմամարդ, եղավ աննախադեպ, մարդիկ դուրս եկան եւ դուրս եկան մեծ հավատով, հիմա էլ դուրս կգան։ Աստված մի արասցե, եթե ձախողվի, հետո էլ դուրս կգան։ Մարդիկ մեր ժողովուրդը պայքարող են, նրանք համակերպվող չեն։ Այսինքն դա ընտրություններից առաջ Փաշինյանի դիրքերը չի ամրապնդի, եթե անգամ ձախողվի պայքարը հերթական անգամ։ Չի ամրապնդելու, որովհետև Փաշինյանի դիրքերը այլևս ոչինչ չի կարող ամրապնդել։ Տեսեք, այս Վեհափար Հայրապետին ուղղված այս աղմուկի արդյունքում մենք կարծես բաց թողեցինք մի իրողություն, երբ տարածվեց, որ Արմեն Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել արդեն ադրբեջանական կողմի հետ նոր սահմանազատման, այո, եւ մենք 180 տեսեք, սա անբացատրելի է։ Սա անբացատրելի է, ինչը պիտի ամրապնդի Փաշինյանի դիրքերը, որ ադրբեջանցիները այլևս ջերմուկից դուրս չեն գալու, որ մենք գծում ենք սահման մի պետության հետ, հիմնվելով սովետական սահմանների վրա մի պետության հետ, որը չի հանդիսանում սովետական Ադրբեջանի իրավահաջորդը։ Ինչի մասին է խոսքը։ Հայաստանի տարածքապետական մակարդակով արևմտյան Ադրբեջանի հռչակում։ Մենք հասել ենք նրան, ցավոք մենք հասել ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանի օրոք սկիզբ դրված այդ 20 թվականի ամսինի խայտառակ փաստաթղթով Զանգեզուրի միջանցք կոչվածը այսօր արդեն ամբողջ Սյունիքն է։ Այսինքն այնքան զարգացան դեպքերը, այնքան Նիկոլ Փաշինյանը թույլ կամ հնազանդ գտնվեց, որ այսօր խոսվում է
այն մասին, որ Սյունիքի մարզը վերցնելուն կարող է խանգարել միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այսինքն ինչը պիտի ամրապնդի Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Դուք մի նայեք կադրերը, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք եւ նրան ինչ-որ խանդավառությամբ դիմավորում է։ Մի քանի հազար տիկնապահի ուղեկցությամբ։ Ցանկացած իշխանություն դասագրքային, քաղաքագիտական դասագրքային հաշվարկներով 15-ից 30% աջակցություն ունի։ Դա մի կողմ եմ դնում ադմինիստրատիվ ռեսուրսը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին միշտ էլ դիմավորելու են, աղ ու հաց են տալու, փաթաթվելու են, նկարվելու են, դա անքննելի է, դա լինելու է, որտեվ նա իշխանություն է։ Մարդիկ, ովքեր ուզում են իշխանության հետ լավ լինեն, միշտ կան։ Բայց սրա հակառակ կողմը արդեն տխուր է, որովհետև այդ 50-ից ավել տոկոս մարդիկ պետք է միավորված լինեն։ Եվ Տիկին Կարապետյան, խոսեցիք հունիսի 12-ի միջադեպից, 1 տարի է անցել այդ օրվանից, իմ հյուրերից մեկը այդ օրը ոստիկանության պահվածքը բնորոշեց մեր նորագույն պատմության որպես ամենաամոթալի էջը, որին մենք ականատես եղանք ցավոք սրտի։ Դուք այդ օրը Բաղրամյան պողոտայում եք, երբ հայտնի միջադեպը տեղի ունեցավ, այժմ երբ հետադարձ հայացք եք գցում, ինչ եք կարծում, որ պահից սկսած իրավիճակը սրվեց եւ արդյոք հնարավոր չէր խուսափել այն ամենից, ինչը տեղի ունեցավ այդ օրը։ Եկեք սկզբից խոսենք մի քիչ ընդդիմության սխալից, հետո արդեն իշխանության աղաղակող հրեշագործություններին։ Մենք կոմֆորտ սիրող ընդդիմություն ենք։ Այդ օրը շատ շոկ էր, ցերեկվա ժամ էր, մեծամասնությունը, ես չեմ կարող հիմա թիվ ասել, բայց ահռելի մեծ քանակով մարդիկ գնացել էին Գիտությունների ազգային ակադեմիայի բակ, որտեղ ծառա շատ էր, հով էր եւ տեղավորվել էին։ Մեկը սառը սուրճ էր վերցրել, մեկը ինչ որ զրույցների էր բռնկվել, այսինքն հենց բուն Բաղրամյան պողոտայի վրա պայքարող մարդիկ, եթե լինեին ամբողջությամբ այն մարդիկ, ովքեր հավաքվել էին պայքարի, գուցե իշխանությունները խուսափեին գնալ այդ քայլին, որովհետև ինչպես ներսից մեծ տեղեկություններ էին փոխանցում, ՔՊ-ի падգամավորները միշտ պատուհանից փորձում էին դուրս նայել, ուղիղ եթերները նայել եւ հասկանալ, թե ինչքան մարդ կա փողոցում։ Իսկ ուղիղ եթերները, ելի եմ հավատացնում, ակադեմիայի հայաթի այդ բազմահազար մարդկանց, ովքեր ակադեմիայի բակում էին հավաքված, չէին նկարում։ Եվ իշխանությունները գնացին սխալ հաշվարկի, որ կարելի է մարդկանց վախեցնել։ Եթե կհիշեք, այդ խայտառակությունը սկսվեց ծեծով, հենց սկզբից չէին նռնակները, երբ դաժանագույն ծեծի ենթարկեցին, առաջին շարքերում հիմնական երիտասարդներն էին, Հանրապետական կուսակցության երիտասարդական թևներ, կանայք էին, զոհվածների ծնողներ էին, Աբրամ Գասպարյանին ինչ օրը գցեցին, մենք բոլորս տեսանք։ Դա նրանց բավարար չթվաց, որովհետև հենց ծեծի մասին լուրը տարածվեց, մարդիկ սկսեցին արդեն ձգվել դեպի Բաղրամյան պողոտա։ Այդ սարսափելի նռնականետումներից հետո մարդիկ ավելի շատացան։ Երեկոյան ժամին, ցավոք երեկոյան ժամին, դա պետք էր լինել հենց ցերեկը, Բաղրամյանը բազմամարդ էր։ Տեսեք, ամենամեծ ստորությունը, ինչին գնաց Փաշինյանը, հենց այդ օրը ազգային ժողովի ամբիոնից նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, բայց ինչպես կյանքը ցույց տվեց, ուր է հիմա ոստիկանապետը, որը ձեռք բարձրացրեց ժողովրդի վրա։ Մամուլը գրում է փախել է երկրից։ Ես կարող եմ դրան հավատալ, կարող եմ չհավատալ, բայց տեսեք, ուր է Վահե Ղազարյանը, ուր է Արամ Հովհաննիսյանը։ Լավ, քաղաքացիական պայմանագրի ներսում չկան մարդիկ, ովքեր վերլուծություններ են անում, ովքեր տեսնում են, որ երբ նրանց օգտագործում են, այն էլ օգտագործում են այսպիսի խայտառակ քայլերում, հետո նրանք կորում են, նրանք ստորանում են, դուք պատկերացնում եք իր ընկերոջը, իր դասարանցուն, իր զինակցին, մարդուն, ով գնացել է այդ քայլին եւ ժողովրդի արյունն է թափել, SMS-ով գիշերը գործից հանում ես, գեներալ մարդու։ Ես վստահ եմ, որ մեր թե ոստիկանական եւ թե պաշտպանության շարքերում կան շատ ուսադիր կրողներ, ովքեր պատվի տեր մարդիկ են, եւ նրանք պետք է 10 անգամ ավելի շատ մտածեն,
ժողովրդի դեմ քայլեր անելուց առաջ։ Բնականաբար շատերն են հիմա կանխատեսում, որ լինի ժողովրդական ընդվզում, կլինի եւս բռնի ուժի կիրառում։ Առավել եւս, ինչպես դուք նշեցիք, Նիկոլը ինքն է գեներացնում փողոց իր դեմ։ Նա տանում է քաղաքացիական բախումները եւ դա անում է բացարձակ անթաքույց։ Վատ նորություն ունեմ Նիկոլ Փաշինյանի համար, ընդդիմությունը պատրաստ է այդ բախումներին, չեմ ասում պատրաստ է զինված, որովհետեւ ցույց է տվել ժամանակը եւ պատմությունը, որ զինված երբեք ցուցարարները երևի թե մարտի 1-ից բացի, դա էլ մեծ հարցական է թե ինչպես եւ ում ուղղորդմամբ, մարտի 1-ից բացի ցուցարարները ոչ զինված են եղել, ոչ էլ ինչ որ ուժ են կիրառել իրենց հայրենակիցների հանդեպ։ Հակառակը միշտ էլ 2 ամսից ավել տևած այդ խաղաղ ցույցերի ժամանակ միշտ էլ բռնի ուժ կիրառելու պահին եղել են կողքից կանայք, ովքեր զսպվածության կոչ են արել, ջանով են դիմել, այսինքն միշտ այդ մեկ ազգի պատկանելու այդ պատնեշը միշտ եղել է, հիմա էլ է լինելու։ Ի վերջո Փաշինյանը հեռանալու է, այս մարդիկ մնալու են եւ շարունակելու ենք մենք նրանց հետ նույն երկրում ապրել։ Այդ մարդիկ տուն են գնալու, իրենց երեխաները հարցնելու են, այսօր օրը ինչպես անցավ։ Ինչ պիտի պատմի, քանի հոգու գլուխ ջարդեց։ Չէ, էլի, չէ, մենք այդ ազգը չենք։ Լավատես լինենք։ Եվ Տիկին Կարապետյան, ուզում եմ խոսենք նաև սրբազան շարժման մասին։ Վերջերս շարժումը Գյումրիում էր, որտեղ տարբեր հանդիպումներ եւ գրքի շնորհանդես տեղի ունեցավ։ Ինչ տպավորություններ ստացաք գյումրեցիների հետ շփումներից եւ որքանով են իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ սրբազանը փողոցային պայքարի է նախապատրաստվում։ Սրբազանը ինքն է հայտարարել, որ փողոցային պայքարի է նախապատրաստվում։ Գրքի շնորհանդեսը սկզբից եղավ Երևանում եւ երբ եկավ այդ հարց ու պատասխանի ժամանակաշրջանը, բոլորի հարցը ուղղված էր Սրբազան երբ գրքի մասին գրեթե ոչ ոք չխոսեց, հարց չտվեց, երկու պատճառ կար, մեկը գիրքը դեռ ոչ ոք չէր կարդացել, երկրորդը բոլորը Սրբազանի մեջ տեսնում են այդ մարդուն, ով կարող է միավորել ընդդիմությանը։ Սրբազանի ֆենոմենը կայանում է հենց դրանում։ Մարդիկ հոգնել են քաղաքական, ինչ ասեմ, խանդի պորտքումներից, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում։ Սրբազանին Գյումրիում ընդունեցին այնպես, ինչպես ընդունել են միշտ։ Ակնածանքով, շատ մեծ ջերմությամբ եւ նույն հարցով։ Ես անգամ տեսա տուրիստների, ովքեր դժվարում եմ ասեմ օտարերկրացիներ էին, որտեվ հայեր էին, գուցե Սփյուռքից էին, բայց մոտենում էին, խնդրում էին լուսանկարվել եւ նորից այդ երբ հարցը տալիս էին նրան։ Այսինքն Սրբազանի վարկանիշը անկում չի ապրել ի հեճուկս շատ ԿՊ-ականների, ովքեր ազդարարում են Սրբազան պայքարի վաղճանը։ Գուցե նրանք շատ կուզեին, որ Սրբազան պայքարը նույն թափով հունիսի 12-ից հետո շարունակեր եւ նրանք կարողանային կոտրեին այնպես, ինչպես կարողացան կոտրեն մյուս շարժումները, բայց այս 1 տարվա ընթացքում Սրբազան շարժումը ստրատեգիական վերափոխումների մեջ է եղել, հանդիպումների մեջ է եղել եւ ճանաչելով Սրբազանին նա դժվար թե արդեն եթերով հայտարարել մի բան, որը չի պատրաստվում անել։ Առաջիկայում գործողություններ կտեսնենք։ Բնականաբար իմ լավատեսությունը բխում է նաև դրանից, որ եթե Սրբազան պայքարը դուրս գա փողոց, նրան կմիանան արդեն քաղաքական շրջանակները եւ կձևավորվի իրական Նիկոլի հեռացման օրակարգը։ Տեսեք, իմպիչմենտի օրակարգը հրաշալի հենարան կարող է ունենալ իդեմս Սրբազան շարժման կամ եկեք դա կոչենք համաժողովրդական շարժման, որը դուրս կգա փողոց, որովհետև գիտեք արդեն հոգնեցնում են այս խանդի տեսարանները, որ ես փողոց դուրս չեմ գա, որտեվ ես ինչ մարդը դուրս չի գալիս կամ ես սրա թղթի տակ չեմ ստորագրի, ես սրա տեխնացությանը չեմ քվեարկի։ Բայց արձանագրենք Սրբազանին նախորդ տարի մայիսին հաջողվել էր այդ ամեն ինչը կոտրել եւ անգամ նույն ընդդիմությանը չաջակցող մարդիկ, ովքեր ուրիշ իրավիճակում մեկը մյուսին բարև չէին տալիս, մայիսի 9-ին հրապարակում կանգնած էին։ Ես Բևերի հետ մի սեղանի շուրջ քննարկման եմ եղել, ինչի մասին է խոսքը, ամենայն հարգանքով, բայց այնուամենայնիվ հակադիր
ընդդիր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ ինչպես ասում են, տեսեք, Սրբազանը չի փոխվելու։ Սրբազանը անցած տարվա ընթացքում նաև կարողացավ շարքերը զատել այն մարդկանցից, ովքեր ուղարկված էին, ում նպատակները այդքան էլ բարի չէին կամ խիստ շահադիտական էին։ Բազմիցս Սրբազանը հայտարարել է, որ սա չակնկալիքների պայքար է։ Նա շարունակում է ասել նույնը։ Եվ Սրբազան շարժումը ի տարբերություն մյուս բոլոր շարժումների ազդարարում է, որ շարժման նպատակը միայն Նիկոլ Փաշինյանի հեռացումը չէ, արժե համակարգային փոփոխություն պետք է լինի։ Մենք պետք է վերադառնանք մեր արմատներին, այսինքն այն ամենը, ինչ մերը չէ, այս ընտանիքների պղծումները, չգիտեմ, համասեռամոլությունը, նարկոտիկների այս մեծ շրջանառությունը, հա, թմրամիջոցները բաց շրջանառության մեջ են, անչափահասների շրջանում, դպրոցներում։ Մենք ամեն օր ենք լսում ինչ-որ աղաղակող պատմություններ, այսինքն մի կողմ դնելով եվրոպական պարտավորությունները, որոնք մեր ժողովուրդը ստանձնել է, այդ եվրոպական պարտավորությունները, ինչպես նշում են ԿՊ-ականները, հա, հենց սկսում ես այս մասին խոսել, առաջին հերթին ենթադրում են ժողովրդավարություն։ Ազատեք Արմեն Աշոտյանին, խոսեք ժողովրդավարությունից։ Մի փակեք ընդդիմախոսների բերանը մանր ինչ-որ դատական պրոցեսներով, նոր խոսեք ժողովրդավարությունից։ Շնորհակալություն մի հայտնեք խաղաղ ցուցարարին, ծեծող ոստիկանին, նոր խոսեք ժողովրդավարությունից, ինչի մասին է խոսքը։ Որովհետև մեկը հունիսի 12-ի միջադեպի համար պատասխանատվության չի ենթարկվել առ այսօր, դա էլ արձանագրենք։ Ես ասեմ ավելին, պատասխանատվության չի ենթարկվել, կատարվել են կեղծիքներ, հետին թվով փոխվել են փաստաթղթեր, որոնցով այդ նռնակները պարզվում է արգելված չեն եղել, այսինքն այնպիսի հանցագործությունների շարան է եղել, որը էլի ցավով եմ նշում, որևէ ձևով ոչ թե չի դատապարտվել եվրոպական կառույցների կողմից, ովքեր պետք է որ ջատագովը լինեին մեր երկրի ժողովրդավար ուղու, այլև կոչ է արվել ցուցարարներին պահպանել զսպվածություն։ Երբ մենք փորձում ենք համեմատել մեր ցուցարարներին եւ վերջերս Վրաստանում տեղի ունեցող դեպքերը, գիտեք, որ ուզում ես Եվրոպային վերադարձնել եվրոպական արժեքների, մեր հարցերը լուծենք, գնանք մաքրենք Եվրոպան, ուրիշ բան չի մնում, չի կարելի այսպես, չի կարելի, 120,000 մարդ մնացել է անօթևան, բռնի տեղահանված մարդիկ են, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ապօրինի դատավարության մեջ է, Անգամ չեն թողում տեսակցեն արդեն քանի ամիս է այդ մարդկանց։ Արձանագրությունները չեն տալիս իրենց նիստերի, այն արձանագրությունները, որտեղ զետեղված են իրենց իսկ կողմից ասված նախադասությունները, եւ այս ֆարսի մեջ Եվրոպան պահպանում է քար լռություն, գրկաբաց ընդունում է իշխանություններին, ամեն ինչով փորձում է աջակցել, սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է, որ օրակարգը դրսից է։ Ես չեմ ասում Եվրոպայից է, չեմ ասում Ամերիկայից է, չեմ ասում Ռուսաստանից է։ Հայաստանից չէ։ Հայաստանից չէ։ Եվ ինչպես մենք տեսանք Տիրանայում այդ խայտարակ տեսարանը, որից բոլորս ամոթ ապրեցինք, օրակարգը հենց Թուրքիայից է։ Եվ գլխավոր սցենարի հեղինակը Էրդողանն է, ռեժիսորը երևի թե Ալիևն է, իսկ ինչպես տեսանք այն էպիզոդային դերերում սուրճ պատրաստող մարդն է, ով այսօր ներկայացնում է մեր պետությունը։ Կարապետյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ։ Կհանդիպենք։